Այսօր հանձնվում է նամակը հանձնվում է Եվրամիության ներկայացության ղեկավարին, պարոն Մարագոսին, որը այս նամակը ստորագրվել է հետևյալ կուսակցությունների կողմից, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ երկու կուսակցություններ են, Հանրապետականն ու Ժառանգությունը, Սոցիալ-դեմոկրատական Եվրոպական միության անդամ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների անդամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդավարական եւ ազատական ալյանս ՀԱԿ կուսակցությունը եւ Արցախի դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունը, ով մինչ այսօր եւ ապրեն եվրոպացի գործընկերները անդամակցում է Եվրոպական ազատական ալյանսին։ Այսինքն 6 կուսակցություններ, ոչ մեկին չեմ մոռացել, չէ։ 6 կուսակցություններ, 3 նամակը հրապարակվել է, այսօր չեմ ուզում նորից ընթերցել ձեզ համար, ուզում եմ ընդհանրապես շեշտել, որ այդ նամակում մենք օգտագործում ենք գալիք Եվրոպական գագաթնաժողովի առիթը, որ կայանալու է ամսի 4-ին եւ 5-ին, որպես ոչ թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական շոուի, այսպես ասած, շոուին լուր հետևելու առիթ, այլ այդ առիթով նիկոլական նախընտրական խնջույքը Հայաստանի մասին դառը ճշմարտությունը բարձրաձայնելու առիթ։ Այստեղ զետեղված են 6 հիմնական ուղղություններ, առաջին 4-ը վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքական հետապնդումներին, եկեղեցու վրա հարձակումներին եւ մամուլի ազատությանը, իսկ վերջին 2-ը վերաբերում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառությանը եւ արցախահայության խնդիրներին։ Սա է մեր պահանջը եւ պահանջների մեջ մենք միավորվել ենք նաև հետևյալ կոչերի շուրջ, որ անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին, այս հանդիպումների ընթացքում բարձրաձայնել Հայաստանում տիրող հակաժողովրդավարական վիճակի մասին եւ նաև հնարավորինս հանդիպումներ ունենալ նաև այլ եվրոպական քաղաքական անդամություն ունեցող այն է այս կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Երեք երեկոյան այս նամակը էլեկտրոնային կերպով ուղղվել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա վան դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ տիկին Մեծոլային, Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ղեկավար տիկին Կալլասին, ուղղվել է Եվրոպարլամենտի քաղաքական ֆրակցիաների բոլոր ղեկավարներին, ուղղվել է Եվրոպարլամենտի արտաքին քաղաքական հանձնաժողով, ուղղվել է ազգային կառավարություններին, մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի ղեկավարներին եւ այլն։ Այսինքն նամակը 3 սփռվել է, այսօր մենք պաշտոնապես տպագիր կերպով այն հանձնում ենք Եվրամիության ներկայացուցչության այստեղ Հայաստանում, որպեսզի այս տարբերակով եւս հնարավորություն ունենանք բարձրաձայնելու մեր դժգոհության եւ մեր պահանջների մասին։ Ակնկալիքները, գիտեք, ես Երևանը ամենագրկաբաց քաղաքներից մեկն է աշխարհում, որ ես երբևէ եղել եմ։ Հայերը ամենահյուրասեր ժողովուրդներից մեկն են աշխարհում, որ ես երբևէ հանդիպել եմ, եւ որին պատիվ ունեմ պատկանալու։ Բայց նման իրավիճակում նորից կրկնեմ, մենք բոլորին գրկաբաց պատրաստ ենք ընդունել մեր հայրենիքում, մեր մայրաքաղաքում, բայց գալ կերուխում անել միայն եւ մի հատ տան տերերից չհարցնել ո՞նց եք, դա թույլատրելի չի։ Իսկ տան տերերը ոչ միայն այս կուսակցություններն են, նաեւ հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցները, որոնք վստահ եմ ես այս օրերին Երևանում լինելու են բազում ակցիաներ։ Ես վստահ եմ, որ անվտանգության շակերտավոր նկատառումներից ելնելով Նիկոլենք փակելու են բոլոր հնարավոր ֆիզիկական մուտքերը եւ մոտեցումները դեպի եվրոպական պատվիրակություններ, որպեսզի խանգարեն, որ հանկարծ Նիկոլի մատուցած այդ վիտրինան, այն ցուցափեղկը, որտեղ իրանք ցույց են տալու իբր էտա Հայաստանը, չէ, դա Հայաստանի ֆասադն է, իրական հայաստանային մարդիկ են, ովքեր իրենց պայքարի արժեքների համար նստած են, այն մարդիկ են, ովքեր նստած են Բաքվի բանտերում, այն մարդիկ են, որոնք 100,000-ներով փողոցներ էին լցվում եւ պայքարում իրենց ազատության համար։ Հատուկ ուզում եմ շեշտել, այս ակցիան պրո արժեքային է, պրո ազատություն, պրո արդարադատություն, պրո արդարություն եւ պրո մարդու իրավունքներ, որևէ մեկի մտքով այդ նիկոլական ուսապարկերի մտքով չանցնի այս նման մեր ակցիաները, մեր դժգոհությունները մատուցել որպես
հակաեվրոպական, ոչ, սա է իրական եվրոպական արժեքների համար պայքարը եւ ցավում եմ, որ այսօր այդքան շատ ոստիկանություն են մոբիլիզացրել, տղեկին չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր այդ հրահանգը տվել են, շատ զարմանալի է, չէ՞, Եվրոպան գալիս է ժողովրդավարական արժեքների մասին լոլո կարդալու, առաջին անգամ եմ հիշում, որ ինձ դռների մոտից այսքան մեծ պատնեշա բաժանում ոստիկանական, ну չասեմ զորքերի, բայց ծառայողների իմաստը որն էր։ Եվրոպական միությունը այսօր Հայաստանում սատարում է ավտորիտարիզմի բռնապետությանը եւ մեր պահանջը միասնական այս ուժերի այն է, որ Եվրոպական միությունը տեր կանգնի իր իսկ արժեքներին, ոչ թե մեր շահերին, իր իսկ արժեքներին։ Եթե նայեք գալիք գագաթաժողովի խորհրդանիշին կտեսնեք երկու բան է, կլորակ է, իրանք մեզ ոնց որ նվեր արած ունեն, որտեղ Հայաստանում երբ որ երկու կլոր ես տեսնում, ակնհայտ դա կանդալ է։ Հայաստանը կանդալված է, շղթայված է, Հայաստանի ազատության համար պայքարող մարդիկ եւ Արցախի ազատության համար պայքարող մարդիկ շղթայված են, Հայաստանում շղթայված են բոլոր ֆունդամենտալ ազատությունները, խոսքի իրավունքից մինչեւ խեղճի ազատություն։ Եվ սա է այսօր միավորում Նիկոլ Փաշինյանին եւ Եվրոպական միության ղեկավարությանը։ Իրանք այս կանդալի մի իմաստն են։ Ուզում եմ շեշտել ամոթ պարոն դեսպան, ամոթ որ այս նամակը անձամբ գալ չեք կարող վերցնել, ամոթ որ որևէ բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչ չի գալիս այս նամակը վերցնելու։ Ողջ հարգանքով այստեղ ծառայություն իրականացնող մարդկանց նկատմամբ, այդ թվում այն անվտանգության աշխատակցիով հիմա լիազորված է նամակը վերցնել, ամոթ Եվրոպական միության դեսպանին, դեսպանատան հիմնական դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին ամոթ։ Սա է իրանց վերաբերմունքը Հայաստանում խնդիրների վերաբերյալ։ Նորից կրկնեմ, անձը չի կարևոր, այլ մոտեցումները։ Եվրոպական դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ծառայում է Նիկոլին։ Եվ հիմա այս փաստով մենք փոխանցելով այս նամակը ոչ դիվանագիտական ներկայացուցիչ, այդ փաստը հերթական անգամ կամրագրենք։ Շնորհակալություն։